Քանյեն կեսգիշերին անվճար համերգ կտա բոլորի համար։ Երևանում Կարապի լճի մոտ կհանդիպենք այնտեղ։ Ով քնած է արթուն կացեք, ով արթուն է վազքով Կարապի լիճ հասեք։ Հազարավոր երկրպագուներ ընդամենը կես ժամ անց արդեն տեղում էին։ Քիմ Քարդաշյանի թվիթերում ապա նրա անվտանգության աշխատակցի Facebook-ում հայտնված գրառումը ոտքի հանեց շատերին։ Կեսգիշերից րոպեներ անց համերգը սկսված էր։ 4. Երկու անսպասելի դադար, էլ ավելի անսպասելի հրավերով։ Քանյե Ուեսթը երկրպագուներին առաջարկում էր ավելի մոտիկից շփվել լճում։ Երկրպագուների հետ գրկախառնություն ու լուսանկարներ, թրջված րոպերը հեռանում է ու կրկին Facebook-յան գրառում։ Քիմն է պատմում տպավորության մասին։ Խելահեղ գիշեր էր։ Քանյեն ինձ արթնացրեց եւ ասաց, որ անվճար համերգ կտա Երևանում։ Հագնվեցի ու դուրս եկանք։ Այնքան երջանիկ եմ, որ Հայաստանում մեր վերջին օրը ուրախացա բոլորի հետ։ Ոչ պակաս ոգևորությամբ Միացյալ Նահանգներից տպավորություն է հայտնում Քանյեի զոքանչը, Քիմի մայրը։ Այս ընթացքում ակտիվանում են ոչ միայն երգչի սիրահարները, այլև ամեն ինչից փող աշխատել ձգտողները։ eBay-ում շատ արագ տեղադրվում է հայտարարություն, որն առաջարկում է գնել այն լճի ջուրը, ուր ցատկել է рэփերը։ Խելահեղ գիշերվան հաջորդում է հրաժեշտի առավոտը։ Քարդաշյանների ընտանիքը ժամը 9-ին մեկնեց Իսրայել։ Արմին Ավետիսյան, Գևորգ Նահապետյան, Աշոտ Սարգսյան, այսօր։